Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Տեղի ունեցել հանուն հանրապետության կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել են առաջիկա ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին 30 անունները։ Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը եւ անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։ Ցուցակում ընդգրկված են նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը եւ Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, հանուն հանրապետության կուսակցության վարչության անդամ Արնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային ու քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։ Արման Բաբաջանյանը իր խոսքում նշել է, որ այս երկրում վերջապես պետք է սահման լինի, որտեղ ավարտվում է անպատժելիությունը եւ սկսվում է հանրապետությունը։ Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ անիրավությունը եւ անարդարությունը դարձել են սովորական, իսկ լռությունը ընդունված վարքագիծ ու ամենավտանգավորը նա է, որ չարը, խավարը այլևս չի թաքնվում, մարդասպանը չի թաքնվում, իսկ լույսը, բարին լռում է։ Մենք մտնում ենք այս պայքարի մեջ, որպեսզի Հայաստանը դարձնենք նպատակ, այս համատարած վախերը, համատարած անտարբերությունը վերածենք արժանապատվության, լռությունը բարձրաձայն խոսքի։ Չի կարելի երկրի ճակատագիրը թողնել նրանց ձեռքին, ովքեր անտարբեր են, հիասթափված են կամ հրաժարվում են հավատալ ընտրության ուժին։ Պետության ապագան կարող են կերտել նրանք, այն քաղաքացիները, ովքեր պատասխանատվություն են զգում մեր հավաքական տան, մեր երկրի առաջ եւ գիտակցում են իրենց զայնի արժեքը, նույն պատասխանատվությամբ, նույն հաշվետվությամբ, ինչ մենք այստեղ գտնվողներս։ Մենք չենք գոռալու շատերի նման, մենք չենք խառնվելու այս համատարած աղմուկին, մենք ընտրում ենք այլ ճանապարհ։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք երբեմն կիսաձայն, երբեմն ցածրաձայն, երբեմն լուռ, որպեսզի մեր ձայնի փոխարեն հնչի հանրապետության ձայնը, Հայաստանի ձայնը։ Հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էլ իր խոսքում նշել է, որ ընտրություններին ընդառաջ շատ բաներ արդեն ձևախեղվել են, բառերն են իմաստազրկվել անգամ, ամեն բան խառնվել է իրար եւ կարեւոր է հարցի պատասխանը, ինչ ենք ուզում, որն է մեր տարբերությունը բազմաթիվ կուսակցություններից, որն է մեր ասելիքն ու անելիքը։ Ընդդիմություն չի նշանակում պետության թշնամի։ Չի կարող ընդդիմությունը վիճարկել պետությունը պետք է լինի, թե պետք է չլինի։ Մենք թե մեր մեջ, թե իշխանության հետ չունենք քննարկելու հարց, թե պետք է լինի խաղաղություն, թե ոչ։ Պետք է ստեղծվի փոխկապակցվածություն մեր հարևանների հետ, թե ոչ։ Պետք է լինի Եվրոինտեգրում անդամակցության հեռանկարով Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն,
լիարժեք դաշինքի հեռանկարով պետք է լինի ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն, թե ոչ։ Մենք այստեղ բանավեճ չունենք, կրկնում եմ, ոչ իրար մեջ, ոչ էլ իշխանության հետ։ Բայց մեր բանավեճը եղել է, կա եւ կլինի այդ ամենի խորության, տեմպի եւ որակի վերաբերյալ, թե իրար մեջ, թե իշխանության հետ։ Կուսակցության ցուցակում ընդգրկված Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանն նշել է, որ հանուն հանրապետության կուսակցությունը ընդունել է պետականության դեմ նետված մարտահրավերները եւ որպես դիրքապահ հանձն է առել պաշտպանելու Հայաստանի Հանրապետությանը նրա դեմ հայտարարված հիբրիդային պատերազմում։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հայտարարված է պատերազմ։ Չնայած տեսեք ինչքան հարմար տեղում մենք հավաքվել ենք, բայց մեր երկրի դեմ առանց կանոնների, դրան ասում են հիբրիդային պատերազմ է հայտարարված։ Ու մենք հիմա այս համագումարի մասնակիցներս մեր կարգավիճակներով, ես որպես պատերազմի եւ քաղաքականության վետերան, շատ բազմաթիվ երիտասարդ մարդիկ կան այստեղ, մենք համերաշխորեն հիմա մարտահրավերը ընդունել ենք այդ պատերազմի։ Ուրեմն թույլ տվեք օգտագործել այդպիսի տերմիններ, ուրեմն այդ ռազմաճակատի հատուկ մի դիրք հանձն է առել, դիրքապահ է իրեն հայտարարել հանուն հանրապետության կուսակցությունը, որպես դիրքապահ կուսակցություն մարտը ընդունել է եւ մտել է հայրենիքի այդ իմաստով մեր արժեքների պաշտպանության, ժողովրդավարության, անկախության, բարգավաճման առաջընթացի։ Ես ծանոթ եմ կուսակցության ծրագրին, մտադրություններին, գաղափարներին եւ կարծում եմ, որ այդ դիրքը, որտեղ որ մենք մեզ հայտարարում ենք, ես որպես աջակից, համակիր, բարեկամ անձ, ես ասում եմ, կռվելու եմ, պայքարելու եմ, այդ դիրքը պաշտպանելու եմ։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Պարոն Մեհրաբյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Մեհրաբյան, տեղի ունեցավ հանուն Հանրապետության կուսակցության արտահերթ համագումարը եւ հաստատվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության падգամավորության տեխնացուների առաջին 30 հանունները։ Կարևորում եք, թե որն է լինելու ձեր ասելիքը, տարբերությունը մյուս քաղաքական ուժերից, ինչու պիտի քաղաքացին ընտրի հանուն Հանրապետությանը, համեցեք։ Իհարկե մեր համագումարը առավել, այսպես ասենք, տեխնիկական բնույթի էր, ոչ քարոզարշավային տրամաբանության մեջ։ Մենք ուղղակի լուծեցինք այն օրենքի պահանջներից բխող մի քանի պրոցեդուրային հարցեր, որը մեզ պետք է թույլ տա մենք մասնակցենք ընտրություններին, որն է կարևորությունը։ Հայաստանում կարևորությունն այնն է, որ այն առաջիկա 100-ամյակի համար ձեռք բերված պայմանավորվածությունները կլինեն թե ոչ, չպետք է կախված լինեն մազից։ Մասնավորապես կախված լինեն նրանից, թե այս ընտրությունները ով կհաղթի եւ դա չպետք է կախված լինի մեկ քաղաքական ուժից եւ մեկ առաջնորդից, հա, եւ նրա, ասենք, այս առաջիկա ընտրություններին եւ մեկ ընտրությունից, որի ժամանակ նա կամ ընտրվում է կամ ոչ։ Այս ամենը ուղղակի մեծ վտանգի տակ է պահում եւ ես կարծում եմ, որ այստեղ պետությունը նաեւ քաղաքական դաշտի առողջացման ուղղված քաղաքականություն պետք է
տաներ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ ժամանակը սուղ էր գուցե եւ ժամանակ չունեին, գուցե պատշաճ ուշադրություն չդարձրեցին եւ այլն, բայց դա մեծ կարեւորություն, կենսական կարեւորություն ունեցող հարց է եւ մենք մեր մասնակցությամբ, մեր համոզմամբ, մենք մեր ներդրումն ենք ունենում այս տրամաբանությամբ process-ները առաջնորդելու հարցում։ Հաջորդը դա այն է, որ ես ինչպես եւ համագումարում էլ այսպես թեզերով ուղղակի շատ կարճ ասացի, որ մենք թե իրար մեջ, թե իշխանության հետ բանավեճ չունենք։ Մի քանի խաղաղություն, փոխկապակցվածություն, Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ հարաբերություններ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, բայց մենք ունեցել ենք, ունենք եւ ունենալու ենք բանավեճ այդ ամենի որակի, տեմպի եւ խորության հարցերում, որովհետեւ մենք հաճախ տեսնում ենք խոսքի ավելցուկ եւ արդյունքի դեֆիցիտ։ Իհարկե, դա էլ իր պատճառներն ունի, այո, որովհետեւ ինստիտուցիոնալ առումով Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, որպեսզի խոսքը վերածվի գործի, հա, դա համակարգ է պահանջում, մեր պետական մեքենան, այո, լավը չէ։ Եվ դա էլ մի օրվա մեջ չի լինում, այդ էլ ենք հասկանում, բայց մենք մեզ տեսնում ենք այս process-ի լիիրավ մասնակից ունենալով մեր գաղափարները, մեր ծրագրերն էլ, որն էլ եւ կդնենք մեր ընտրողների դատին եւ նաեւ մեր փաստարկներով կհիմնավորենք ցույց տալով դրա կարեւորությունը եւ ինչ որ որոշ սկզբունքային հարցերով էլ ուղղակի այլընտրանք չունենալը, քան հենց այդ կերպով հարցերը լուծել։ Պարոն Մեհրաբյան, անհավասար չէ ընտրապայքարային առումով, որ օրինակ կան ուժեր, որոնք ահռելի նյութական ռեսուրսների են տիրապետում եւ այս մեկ ամսվա ընթացքում վստահաբար դուք էլ տեսել եք, թե քանի բացահայտում է հակակոռուպցիոն կոմիտեն արել շուրջ 9 գործի մասին է խոսքը, ուրեմն ձայնագրությունները, որոնք լսել ենք, իհարկե անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, այնուամենայնիվ կան իրողություններ, որոնց հետ չեք կարող իբրև քաղաքական ուժ հաշվի չնստել, այս առումով անհավասար չէ ձեր պայքարը եւ այդ նյութական ռեսուրսները ընդհանուր առմամբ ինչպիսի ազդեցություն կունենան այսպես ընդհանուր նաև ընտրությունների արդյունքների վրա, եթե շարունակվեն այսպես բացահայտվել, բռնել, ազատ արձակվել եւ այլն եւ այլն։ Տեսեք, այն որ X քաղաքական ուժն ունի ավելի շատ նյութական կարողություններ, քան Y քաղաքական ուժը, դա նորմալ է։ Բայց խոսքը դա չէ, թե ինչը նյութական միջոցները ավել են թե պակաս։ Խնդիրն այն է, որքանով է դա համահունչ օրենքի հետ։ Մենք տեսնում ենք 100 մետրը մեկ բացած շտաբներ, դրա հաշվետվությունը ոնց են տալու, ես չեմ պատկերացնում։ Եվ ընդունողը ոնց է ասելու, որ դա նորմալ է, երբ օրենքով կան սահմանափակումներ եւ շրջանակներ, հա, ոնց է դա տեղավորվում շրջանակի մեջ։ Երկրորդը, ձեր վկայակոչած հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները, հա, այո, դրանք շատ կարևոր են եւ փառք ու պատիվ հակակոռուպցիոն կոմիտեին այդ բացահայտումներն անելու համար հիմա, բայց այդ ամենը այլ ասում են ամեն հեռախոսազանգ գաղտնալսում եք եւ այլն, ներողություն, եթե հիմքեր ունեն, այո, բա պետք է գաղտնալսեն, որովհետեւ օպերատիվ հետախուզական աշխատանքները պահանջելու են այդ ամենը եւ դա բխում է հանրության շահերից, այո, որպեսզի հանցագործությունները կանխարգելվեն, այլ ոչ թե post factum նոր հետաքննվեն, հաշվի առնելով հանրային այն չափազանց մեծ վնասը, որը այդ բնույթի հանցագործությունները հասցնում են, այլասերում են հասարակությունը։ Եվ խնդիրն այն է, որ հիմա շատ կարևոր է հասկանալ, սա ինչ էր։ Սա ինչ որ մի խումբ ինքնագլուխ մարդկանց կողմից թույլ տված առերևույթ օրինախախտում է եւ հանցագործություն, թե սա բացահայտվել է արդեն իսկ ձևավորված հանցավոր
գործունեության ենթակառուցվածքի ինչ որ մի ֆրագմենտ։ Հա, այսինքն կա հանցավորություն, կա կազմակերպված հանցավորություն։ Այդ տարբերությունը պետք է հիմա ես չգիտեմ այդ հարթության վրա այդ հարցերը քննարկվեն, թե ոչ, որովհետև եթե հանցավորության մի շղթա է ֆրագմենտ, այո, եւ դա դիտարկվի որպես ֆրագմենտ եւ դատավճիռ արձակվի որպես ինչ որ մի տենց ֆրագմենտի հետ կապված, ապա դա չի նշանակի, որ հաղթանակեց արդարադատությունը եւ ընտրություններն էլ դարձան ազնիվ, որովհետեւ այստեղ այո, նաեւ այլ դեպքեր էլ կան բացի ձեր վկայակոչած այդ ընտրակաշառքի դեպքերից, նաև այն, որ այո, Ռուսաստանից հսկայական գումարներ ապօրինի մտել են Հայաստան, հարց ինչի համար։ Հետևաբար, այո, այս ամենը համակարգային մոտեցում է պահանջում եւ ես նույնիսկ նորմալ կհամարեմ, եթե Հայաստանը այդ կազմակերպված հանցավորության բացահայտման հարցերով հավելյալ, ասենք, փորձագետներ եւ խորհրդականներ հրավիրի Եվրամիությունից այն շրջանակներում, որոնք մենք արդեն իսկ համագործակցում ենք պետության դիմակայունության բարձրացման հետ կապված։ Սա շատ կարևոր հարց է եւ Հայաստանն այստեղ այո անելիքներ ունի։ Մենք խոսում էինք ավելի վաղ մեր ինստիտուտների անկատարության մասին, թուլության մասին, այո, սա եւս քննություն է։ Արդյոք մենք կարող ենք սա մարսել թե ոչ։ Մենք ի վերջո նաև մեր ծրագրում ենք նշել, որ մենք պետք է մինչև վերջ հասցնենք հետաքննությունը մարտի 1-ի հետ կապված, որի հետ կապված կա դատավճիռ եւ մինչև հիմա չկա պետության կողմից որևէ հաշվետվություն, թե ինչպես է մեր պետությունը պատրաստվում ի կատարածել այդ դատավճիռը։ Ինչ հետևություններ է անելու այդ դատավճիռից, համակարգային հետևություններ։ Դա եւս կարողության խնդիր է, որովհետեւ դա նաեւ դատավճիռ է մեր պետության անկարողության, անգործության մասին։ Հետևաբար մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք, այո, մեր դիմակայունությանը, մեր պետության, որովհետև այո 21-րդ դարի այս սպառնալիքների բնույթը, կառուցվածքը այնպիսին են, որ որևէ պետություն չի կարող դիմանալ ուղղակի այդ ճնշումներին դրսից։ Պարոն Մեհրաբյան, եւ ներսից։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցության առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ներկայացրեց իրենց ծրագիրը, որտեղ շատ մեծ տեղ է ուրեմն զբաղեցնում այսպես հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որով էլ շարժվում է եւ որի արդյունքներն էր դրական նշում վարչապետ Փաշինյանը։ Նախ եւ առաջ ինչ է բալանսավորված քաղաքականությունը, արդյոք այս քաղաքականությունը բալանսավորված իսկապես այդ շերքի նժարը, որ ինչպես վարչապետների նկարագրում, իսկապես բալանսավորված է տեղի ունենում, թե ուրեմն սա հարաբերություններ են մի փոքր Եվրամիության հետ, մի փոքր ԵԱՏՄ-ի հետ, մի փոքր եւ իրականում կապ չունեն այդ հավասարակշռված հարաբերությունների հետ։ Ինչպես եք դուք ընկալում եւ այս առումով ձեր դիրքորոշումը շատ հստակ է։ Բոլոր պետություններն էլ վարում են բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Չկա պետություն, որը չի վարում բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականությունը դա քաղաքականություն է, որը չի կարող լինել չբալանսավորված։ Հա, սա մեկ, երկրորդը պետք է հասկանանք բալանս ինչի եւ ինչի միջեւ։ Հայաստանի վարչապետը խոսելով արտաքին քաղաքականության մասին անում է հայտարարություններ, որոնք պետք է դիտարկել հենց քաղաքական հարթության վրա, այլ ոչ թե որպես փորձագիտական, հա, այսպես քաղաքագիտական միայն, որովհետև նա նաև պատասխանատվություն ունի իր վրա ապրիորի, հա, այդ ամենի հետ կապված հաշվի առնելով ինչ այլանդակ պետության հետ մենք գործ ունենք, հանձինս Ռուսաստանի, ընդ որում Ազատ Ռուսաստանի ֆորում կազմակերպությունը էմիգրանտական, հենց երեկ էլ հայտարարությամբ հանդես եկավ, հա, ֆորում Սվաբոդնի Ռոսիի, որտեղ Պուտինյան ռեժիմը համարում է ֆաշիստական, պատերազմը համարում է ոչ թե
պատերազմը համարում է որպես գոյության ձև այս ֆաշիստական ռեժիմի պերմանենտ պատերազմ, որը Պուտինին պետք է, որպեսզի ներսում ինքը կարողանա իշխանություն պահել։ Սա հանցավոր պետություն է։ Հիմա ես հասկանում եմ այն ոչ զգուշավորությունը, որը Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ ցանկացած իշխանություն դրսևորում եւ պետք է դրսևորի, հաշվի առնելով ինչ մոնստրի հետ մենք գործ ունենք։ Բայց արդյոք մեր այդ զգուշավորությունը բավարար է, որպեսզի դա ազդի Ռուսաստանի վարքի կամ բնույթի վրա? Իհարկե ոչ։ Հետևաբար դա ասելը պետության ղեկավարի կողմից ես գուցե հասկանամ, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ դա ասելով մենք պետք է պատրաստ լինենք մի քանի տարբերակների։ Եվ դրա համար, այո, բալանսավորել եւ այլն, այդ ամեն ինչը հասկացանք, բայց Հայաստանը չպետք է դա անի իր շահերի հաշվին։ Կրկնում եմ, դա չպետք է անի իր շահերի հաշվին եւ դա չպետք է անի ներսում քաղաքական դաշտի աղբը հեռացնելու այդ հրամայականը ինչ-որ ձև ականջի հետև գցելու հաշվին։ Պարոն Մերաբյան, ասում են, ինչպես եք պատկերացնում, այդ հարցը շատ է հնչել մեր եթերում, երբ հարցնում ենք, ինչպես եք դուք խնդիր չեք տեսնում, որ օրինակ ձեր կողմից նշված տարիներ շարունակ ընտրակեղծարարը նորից մասնակցում է ընտրությանը, որ այսպիսի բացահայտումներ են լինում, քայլեր չունի անելու իշխանությունը, իրենք ասում են, որ բոլորը իրավունք ունեն մասնակցելու, մենք ժողովրդավար երկիր ենք եւ այլն, սա է իշխանության հիմնական բարձրացումն ու հիմնավորումը հարցի հետ կապված։ Ժողովրդավարական երկրներում գոյություն ունեն այո սահմանափակումներ, հա։ Բոլոր այն կազմակերպությունների հետ կապված կամ շահերի խմբերի հետ կապված, որոնք հարցականի տակ են դնում պետության գոյությունը, ժողովրդավարությունը։ Այ ապօրինի գույքի հետ կապված այս վարույթները որ կա, այդ օրենքի հետ կապված այո պետք է ապօրինի գույք ունեցած անձը, իսկ դա նշանակում է նա պետական պաշտոն է զբաղեցրել, նա պետք է զրկվի այդ իրավունքից այլևս պետական պաշտոն զբաղեցնելու եւ քաղաքականության մեջ որևէ գործունեություն ծավալելու։ Պարոն Մերաբյան, այստեղ էլ հարց է առաջանում, իսկ կոնկրետ գալով, հա, քանի որ շատ է իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի մասին խոսում ազգային ժողովի ամբիոնից, ուր է այդ ապօրինի գույքը, ցույց տվեք մեկ լումա, որ տվյալ անձը վերադարձրել է պետությանը, ասում են դե ուր է, ասում եք ապօրինի գույք ունենք, դե ցույց տվեք մեկ անշարժ գույք կամ դրամական միջոց, վարույթը դեռ չի վերջանում, դե հիմա այդ հարցերը պետք է, շատ լավ, այդ հարցը պետք է ուղղել ոչ թե քաղաքական գործիչներին, այլ նախ այդ մարմնին, իսկ քաղաքական գործիչները իրենց հերթին պետք է հարցը ուղղեն այդ մարմնին։ Ինչ եղավ, գույքը ապօրինի է թե ոչ, երբ է ավարտվելու հետաքննությունը, որ հետո գործը մտնի դատարան եւ դատարանի վճռով էլ դա որպես ապօրինի գույք էլ բռնագանձվի հօգուտ պետության։ Սրանք հարցեր են, որի պատասխանը միայն իրավական process-ի արդյունքում մենք կարող ենք ունենալ, չնայած առավույթ մենք շատ լավ գիտենք ինչի մասին է խոսքը։ Հայաստանում 20 տարի իշխել է կրիմինալ դիկտատուրան, որի հետ կապված որևէ քաղաքական գնահատական հեղափոխությունը այդպես էլ իր հետ չի բերել։ Հեղափոխությունը, որը ինքնին հակակրիմինալ էր, հակակոռուպցիոն էր եւ ժողովրդավարական էր, ուղղված ժողովրդավարական ինստիտուտների եւ մեխանիզմների վերականգնմանը, որը ավիրվեց այդ 20-ամյա դիկտատուրայի պայմաններում, այդպես էլ ինքն իր համար ծննդական այդ ծննդյան վկայական դուրս չգրեց։ Հայտնի չի ինչ համար տեղի ունեցավ այդ հեղափոխությունը։ Ինչ պարապ էին մարդիկ։
Պարոն Մեհրաբյան, քանի որ ասեք տարբեր քաղաքական ուժեր մասնակից են եւ արդեն որոշակի նաեւ իրենց ծրագրերն են ներկայացնում, օրինակ ուժեղ Հայաստանը 300,000 աշխատատեղ է խոստանում, ուրեմն բիզնես ոլորտին մեծ արդյունությունների մասին է խոսում եւ այլն, որ բոլորը լավ են ապրելու, բարվոք է ամեն ինչ լինելու, դուք ինչ եք առաջարկելու։ Այսպիսի մեծ թվեր անպագորգոր բաներ խոստանալու եք, հայտարարելու եք։ Ապագորգոր չէ, մեր առաջարկներն իրատեսական են, կարող եմ դրանցից նշել այն, որ պետք է գիտությանը հատկացվի, մենք պետք է քայլ առ քայլ գնանք մինչև 2%-ը ՀՆԱ-ի, պաշտպանական ծախսերը 5%, կրթության ծախսերը 6%, առողջապահության ծախսերը 7%, հաշվի առնելով նաև այս համընդհանուր ապահովագրական համակարգը։ Բացի դրանից առաջարկում ենք այն, որ հաշվի առնելով բժիշկների աշխատանքի ծավալի շեշտակի մեծացումը այս ամենի հետ կապված, տեսեք, հիմա կառավարությունը զեկուցում է, չէ՞ որ այս ինչ էս համակարգը մտցրել ենք, այսքան մարդու անվճար օպերացիա ենք արել եւ այլ։ Այո, մենք կարծում ենք, որ ինչ որ առումով պետք է բժշկի աշխատանքի եւ բուժաշխատողի, բժիշկ, բուժքույր, մայրապետ նրանց աշխատանքի վերաբերյալ մոտեցումներ պետք է փոխվեն։ Հաջորդը, այո, մենք նաև մեր ծրագրում առաջարկում ենք ժամավճարի ստանդարտ Հայաստանում։ Ինչ արժի մի ժամ աշխատելը Հայաստանի Հանրապետությունում նվազագույնը, որ դրանից պակաս չի կարող լինել։ Այո, մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանն այնուամենայնիվ լինելով եվրոպական տիպի պետություն, դառնալով այդ տեսլականում եվրոպական տիպի դեմոկրատիա կառուցելով, այո, դա նշանակում է, որ Հայաստանը նաև սոցիալական պետություն է եւ ունի սոցիալական պարտականություններ իր քաղաքացիների համար։ Մենք չենք պատրաստվում, ասենք, ձեր 300,000 աշխատատեղի խոստմանը մենք 301,000 ենք խոստանում, հա։ Մենք դա համարում ենք ուղղակի աբսուրդ, ինչ իմացեք, որ 300,000 աշխատատեղա պետք Հայաստանում։ Ինչ կերակ, որ իմացակ, հա։ Գուցե 299 կամ 301 այնուամենայնիվ։ Դա ճռճռան այն փայլաթիթերի մեջ փաթեթավորված բաները գուցե եւ որոշ, այսպես ասենք, սեգմենտի համար գուցե գայթակղիչ լինեն, բայց մեծ մասը մարդկանց հասկանում են ինչ այդ ամեն ինչի հետևում եւ ինչի համար է դա արվում։ Բոլորին կազատենք միջև փոքր բիզնեսին հարկերից։ Դուք մի հատ ձեր օբյեկտներում տարածքի վարձի ծնչ չեք հրաժարվում, թե դա ձերն է։ Բա ո՞նց է պետությունը հարկեր հավաքելու։ Դետում հաշվին եք ուզում ազատեք, ինչի հաշվին եք ուզում ազատեք։ Բայց կունենան վարչապետ, որը 0 դրամ կլինի, կստանա պետության բյուջեն։ Բա ոնց է ապրելու այդ վարչապետը։ Եվ այլն։ Ներողություն, իսկ այդ վարչապետը ոնց է ապրում։ Մեզ ձրի վարչապետ պետք չի, ձրի լինում է միայն պանիրը մկան թակարդի մեջ, հա։ Եվ չի կարելի վիրավորել մարդկային բանականությունը, ըստ այդմ։ Ում եք խափում եւ ինչի համար։ Չի կարելի, ել եմ ասում, ժողովրդին դնել գիքորի տեղը, էնել հանդես գալով բազազ Արտեմի դիրքերից, էլի, ամոթ է։ 19-րդ դարը չի, ճորտատիրությունը վերջացել է, չնայած Ռուսաստանում չի վերջացել եւ գնալով խորանում, հա, մի քիչ էլ ֆաշիզացիայով, բայց այդ աղբը Հայաստան, այո, դուք չեք բերելու։ Սա պետք է մեկ ընդմիշտ ֆիքսել։ Բայց Սամվել Կարապետյանի խոսքն էլ լսեցիք դատարանում, իրենք 100% ձայներ են ընդունում մինչև ակնկալում, պարոն Մեհրաբյան։ Ռուսաստանում 140% էին հավաքում, մենք հիշում ենք։ Ասել վնաս չի, չասելն է վնաս, երևի այդ տրամաբանությամբ են ասում։ Չգիտեմ։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։